Ըստ տարբեր գնահատականների ընտանեկան եւ համայնքային բյուջեների 25-ից 30%-ը ծախսվում է էներգիայի վրա, ինչպես կրճատել այս ծախսը, բարելավել բնակելի եւ հանրային շենք-շինությունների հարմարավետությունը, նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, Գավառ քաղաքում անցկացվող էներգախնայողություն եւ էներգաարդյունավետություն, ինքնագնահատման գործիքներ թեմայով տեղեկատվական գործնական դասընթացին էներգաարդյունավետ լուծումներն են ներկայացվում։ Բոլորս լավ գիտենք, որ խնդիրը հատկապես մարզային բնակավայրերում շատ արտահայտված է, թեև բավականին շատ վառելիքային ծախսեր են նախատեսում բնակիչները իրականացնում, բայց միևնույն պարագայում միջին ջերմաստիճան սենյակներում, շինություններում շատ դժվար է պահպանելը կայուն, եւ այդ գիտելիքը ինչպես անցնել էներգախնայող համակարգերի, ինչպես իզոլացնել, ջերմամեկուսացնել շենք-շինությունները, կարծում ենք շատ կարեւոր է։ Դասընթացին մասնակցում են համայնքի բնակիչներ, ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործնական մասում էներգաարդյունավետության ինքնագնահատում են կատարում էլեկտրոնային գործիքի միջոցով, իսկ էներգախնայող համակարգերին եւ վերականգնվող էներգիայի լուծումներին ծանոթանում են հանրային էքսպո ցուցահանդեսում։ Նորագույն կൂട്ടակային համակարգեր են, կիրառությունը արևային էներգետիկայում կբերի լիարժեք անկախության եւ այսուհետ մեր հասարակությունը օգտագործելով եւ ներդնելով սրանք կունենա լիարժեք անկախություն հեծից եւ չի առնչվի որոշակի տատանումների կամ անջատումների։ Ընդհանուր առմամբ գիտելիքի բարելավում կապված վերականգնող էներգետիկայի եւ էներգարդյունավետության համար դա է հիմնական միտքը այս միջոցառման եւ որպիսի նաեւ կապեր հաստատեն բիզնեսներն իրար մեջ, կարողանան իմանալ որ հարցով որտեղ կարող են դիմել, որտեղ կարող են իրենց անհրաժեշտ խորհրդատվությունը ստանալ։ Իրազեկման միջոցառումն իրականացվում է կայուն էներգիա, կլիմայի նկատմամբ կայուն համայնքային զարգացման համար ծրագրով, որը ֆինանսավորում են Գերմանիայի կառավարությունն ու Եվրոպական միությունը։ Այս ծրագրի շրջանակում Գավառ համայնքում մեկնարկում են Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։